Սա Ասուրյանին, այսպես ասեմ, Ասուրյանին ես եմ հրավիրել, որովհետև Ասուրյանին զանգահարեց, փորձելով ճշտել իր կոլեգայի դատավարական վիճակը, ասես նման բան եմ լսել, են ճիշտ է, ասեցի ոչ միայն ճիշտ է, տեղիներ հրավիրել եք, ոչ միայն ճիշտ է, հիվանդին Բաշյանին մեկ ժամ առաջ ազատ են արձակել, ինքը բարձր ջերմություն հիմա ունի դատարանի շենքում է, ու տեսքը դուրս չի գալիս, ասես թե սենց հիմա կգա, բարձր ջերմություն ունի, բառացի ասեմ Ասուրյանի խոսքերը, ասես 17 զոհ արդեն տվել են խոզիգերից, ու շտաբօգնությունը Ասուրյանի դրդմամբ է եկել, Ով, բերեք հասկանան, քանի որ մենք ասում ենք, բերեք հասկանան։ Դուք օրերը լավ եք հիշում, ճիշտ է։ Քանի որ օրերը լավ եք հիշում։ Այո։ Ուրեմն նախ իրան հոսպիտալացրել են 26-ին, Կիրակի օրը իրան հոսպիտալացրել են։ Բայց դրանից առաջ քանի օր չէ, մի քանի օր մի ասեք, քանի օր։ Ես դե չիշկացնեմ, պատասխան 24-ի, հիշում եք որ պատուր է։ Շատ մեծ կապ ունի, ասեմ ինչ։ 24-ի, որը ուրվատուր է։ Շուշանի Բաշյանը գտնվել է հիվանդանոցում այլով։ Մերի Մարգարյանը, նույն եթե չեք հուսաբանում, որ Մերի Մարգարյանը ինքն էլ է դուրս։ Մերի Մարգարյանը եկել է հիվանդանոց, Շուշանի Բաշյանի մոտ, ասելով որ ջերմություն ունեցել եմ, դրա համար եկել է, լավ է սարել է, որ եկել է, անցել է բոլոր անալիզները, Շուշանի Բաշյանը գինեկոլոգ է, ու դա չեք, կներեք մեղավարան չի ձեր ուղղված, դա էլ չի լուսաբանում, նա գինեկոլոգ է, նա սրտաբան չի, նա թոքաբան չի, նա արյան մասնագետ չի, նա գինեկոլոգ է, Շուշանի Բաշյանը, ով ասում? Հարազատները, ես բրիշնական հազատտերին ծանոթ է։ Այսինք այնտեղ ինքը որ չի գրել դա նշանակում է չի արել։ Իսկ ինչ է արել դա գիտեք։ Ուղարկել է կոկորտի բժիշկի մոտ, Ոչ, ուղարկել է փոթաբանի մոտ, ուղարկել է ռենտգենի, ուղարկել է եկել են ամսիկ 24-ի մասին են դեռ խոսում, ամսիկ 24-ի մասին են դեռ խոսում, եկել են պատասխանները, թոքերի խնդիր չունի, ասում է թոքերից հասկացողը, արյան խնդիր չունի, հիմա այս պահի դրությամբ ջերմություն չունի և արյան անալիզը հուշում է, այս պահի դրությամբ 24-2-ը, որ ջերմության հիմք չկա, ինչ պյանի գինեկոլոգը։ Որտեղ Մերի Մարգարյանը Շուշանի Բաշյանին հաղորդակցություններ էլի ջերմություն ունել։ Օրը։ Օրը կոնկրետ չեմ։ Կիրակի է դա, շատ ճիշտ եք ասում։ Դա ասեմ ինչ։ Օրը ինչ կապ ունի, եթե հղին եկել է հիվանդանոց ու ասել է, որ ջերմություն է ունեցել։ Այսինքն պետք է ինքը պայում լինի այնքան հիվանդանոցում, մինչև վերջ հետազոտել։ Ինքը այդպես տուն է ուղարկել, ջերմություն է։ Մերի Մարգարյանը այդ ժամանակահատվածում ջերմություն է։ Պարոն Սիրմյան, չի ունեցել շաբաթ Կիրակի անհատ Շուշան բան, Մերի հենց տնից զանգել են, Մերի զանգել այն մարդիկ հիվանդ են, որ ոչ մի բան չկա, իրանք վերցնեն արտազանգել Շուշանին։ Ուրեմն Մերին Կիրակի արդեն Բայց դա երկուշաբթի նոր եկել է, չէ՞։ Դա մշտական փորձակցություն։ Նրան հոսպիտալացրել է 26-ին։ Բայց եկել է Շուշանիկը եկել է երկուշաբթի նոր։ Պարոն Սիրմյան, հիվանդանոցում Շուշանի Բաշյանն աշխատում։ Հասկացա, ես իմ խոսքը ինչի դրանով բացում։ Մենք ապացույց հիմա չենք քննարկում, մեղավորը պիտի պատժվի։ Մեղավորը պիտի պատժվի, գործը քննվում է արդեն 6-րդ ամիս։ Ես եմ հարցը տալիս։ Շուշանին դա է հարցը տալիս։ Ով է մեղավորը, բերեք տալիս։ Այդ ոնց մենք հիմա ասես քննարկումներով ու SMS-ներով որոշեցինք մեղավոր կա, ուրախ եմ եթե կա։ Սա մասին է խոսքը։ Եթե Շուշանի Բաշյանն լինելով մեղավորը օրինական, մենք խնդիր չունենք։ Այս մեր բոլոր ակցերը
Իմ պատասխանել են կենցաղային մասնագիտական չէ։ Ձերնել են մարդկային, բայց կենցաղային հարցեր են։ Ինչու։ Ծննդատվություն եթե արվել, փորձակնության մեջ գրած է, որ հրապարակել է համերային դեպքում։ Այո։ Ծննդատվություն եթե արվել, հնարավոր կլիներ թե։ Շատ ճիշտ եք ասում։ Ունենք այդ հարցի պատասխանը։ Երկուշաբթի օրը ամսի 27-ին առավոտյան Շենգավիթ բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ամբողջ անձնակազմը հարց է բարձրացրել ծննդանուցման կեսարյան ատման։ Ի պատասխան որի անեստեզիոլոգիայի ծառայության մասնագետները ասել են այս վիճակով ուղեղի ուղեղի հարց կա ստեղ, նևրոպաթոլոգի հարց կա, նարկոս տալ չենք կարող։ Ինչ եմ 24 ժամ պահել, հետո 27-ի առավոտյան հրավիրել կոնսուլյում։ Սկզբունք է հիշեք, գուցե, համաձայն է, մեղավորին գտնում ենք ու դարում ենք։ Իսկ մեկ չեք ուզում լարել իրավիճակը, դատախազությունը արդեն իսկ հայտնել է, որ բողոքարկելու է Շուշանիկ Բախշյանին առավոտյան։ Ուրեմն ես զարմացած ու իրանց տեղը վիրավորված կլինեմ, եթե իրանք բողոք չբերեն։ Ես իրանց փոխարեն վիրավորված կլինեմ, եթե իրանք բռնած գործը մինչև վերջ չտանեն։ Պարոն Սիմոնյան, այսինքն եթե հիմա նորից միջնորդություն ներկայացնի բողոքարկող կողմից Շուշանիկ Բախշյանը։ Իրավունք չունի։ Ուժողը չի որոշում ովքի դեպքում նստի։ Դա որոշումը կնիչ ու դատախազը Եթե դատախազը կամ քննիչը որոշի, այդ դեպքում Շուշանիկ Բախշյանի անմիջական վիճակը թույլ տալիս է, որ նա մասնակցի քննիչական գործողություններին։ Այսօր չէ, այսօրվա մասին խոսքը հենց այսօր բավարարություն չէ։ Իսկ երբ մի հարց երբ հրավիրվել եք քննիչի մոտ ասեցիք, որ զանգահարել քննիչացրել եք, այդ ժամանակ Շուշանիկ Բախշյանը առաջական խնդիր ունեցել, արդեն եկել է ջերմություն։ Չէ, ես դա կապում եմ 18 ժամ ԶՊՎ-ում գտնվելը, որում ձեզ ասեմ, հարաբերական իմաստով ԶՊՎ անհամեմատ առողջական պայմաններով ավելի լավ տեղ է, քան բանկը։ Ինքը պայմաններից տերության չունի, ոչ թե։ Ինքը կարծում եք մեր ուսանողների պայմաններից է հատացել Շուշանիկ Բախշյանը։ Ինքը կամ դերամերսել, կամ 30 րոպե քաղաքի վարչության մոտ, երբ որ շտաբօգնության մեքենան կանգնած էր, այդ էլ ենք իրավարել։ Մենք ենք կանգնացրել, չեմ կարողանում հասկանալ, ինքը արդեն ԶՊՎ-ից եկավ, տեսքը լուրջ չէր գա։ Ասոյանը չէ հայտնվել դատարան Ինչու է հենց այսօր։ Զանգա Այդ օրերին ձեր կոլեգաներից դուք լավ գիտեք, քանի օրյա ինձ զանգել, ճիշտ է։ Մոտ 150 զանգել է։ Ուրեմն նույնքան ինձ բժիշկ է զանգել։ Ծանոթ անձանոթ։ Ճիշտ է։ Հերթական անգամ, հերթական զանգողը եղավ Աստրոյանը։ Որովհետև դուք պաշտպան չեք։ Փաստաբանի զանգով դուք ասոյան կարողացավ ուղղակի մտնել Որովհետև եմ ասում, որ դուք պաշտպան չեք, ես իրակությանը պաշտպան եմ, ես այդ իրավունք ունեմ։ Իմ կլիենտը առողջական Եթե ինքը ուշադրություն չէ ինֆեկցիոն հիվանդանոց նախ ուշադրել դուք Այս շտաբօգնությունն է որոշել, մենք չենք որոշել։ Ասոյանը բերել է Չէ, Ասոյանը հետազոտել է Անհարի բառը չասել։ Դատարանի աշխատակազմի կարգադրիչներին առաջարկել է, ասել է սկորի կանչ։ Սկորին է կա։ Բայց ինչու հենց ինֆեկցիոն երևույթի բժշկական կենտրոնը ավելի մոտ է, քան ստեղ։ որ ասոյանը եկել է, դա Ասոյանը եկել է չի հենց Հիմա դուք տեղափոխեք ունենալու ինչ։ Արգելիկ գործընկերներ, եթե թույլ կտաք, Մարդու ձեռքի խազատման դատարանի որոշումը տերեք պարագիլը։ Խազատման որոշումը չի կատարվում։ ես ներողություն եմ խնդրում, բայց որպեսզի ավելի սպառ չլինի։ Դուք ասացիք, որ 7 օր է, չէ՞, հետո հիմա միգուցե այդ 7 օրը ձգձգում եք այդ Չեք ձգձգում։ Հեսա մենք ստեղ նստած ենք, թողարկելի չգնանք մեր ադրանք առաջել ենք ինքնատիպ։ Բայց ասում եք,
Ես ասացի Ասացիք այսօր առողջական վիճակը շաբաթ։ Այսօր ջերմություն ուներ առավոտյան, ես ինձ ավելի շատ ավելի։ Հարգելի գործընկերներ, բայց եթե դուք դա ձեր հարցերով կապող որոշակի բարձրաբանում, այդպես է շատ ճիշտ տեղին, շատ կոնկրետ հստակած, ինչու, որովհետև մտածելու տեղի կատարի, չէ, ինչու նորվի ինֆեկցիոն։ Նույն հարցը, այլ հիմա տեսեք, նույն հարցը ես տալիս եմ ձեզ բոլորի, տարեք միասին պատասխան գտնենք, բայց ներկայացնում եմ իրավիճակը։ Ես ինքս որպես լինելով հաստատան, այդ իրավիճակում ներկայ եմ գտնվել շտաբօգնության մեքենայում, շուրջ 35 րոպե ես Պարոս Սիմոնյանը շտաբօգնության մեքենա կանգնած եմ եղել քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց։ Մեզ մոտեցել է հարգելիներս նախաքննություն իրականացնող խաթարող քննիչը 35 րոպե հետո իջել է ցած, թե ինչու նորքի հիվանդանոց, այնտեղ սկոր մեքենա շտաբօգնության եղել է բժիշկները։ Բժիշկի հետ խոսել է նախաքննություն կատարող մարմինը։ Այդ որոշումը կայացնել է նորքու ինֆեկցիոն ներողություն։ Գնաց այստեղ։ Հրապարակ այսօր տեղադրել եք տեսնում։ Անձամ նկարահանվել է, անձամ իմ ձեռքով։ Ես ներողություն եմ խնդրում, Պարոս Սիմոնյան, ես ուզում եմ ավելի պարզ, ավելի մատչելի, ավելի հասկանալի իր բոլորիս։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ, շուրջ 35 րոպե սպասելուց հետո, հա, ժամային ինչ-որ բառախաղ չտանք։ Երբ իջել է նախաքննություն կատարող քննիչը, տվյալ պահին որոշում կայացնողը եղել է քննիչը, հարգելիներս, արեք չշեղենք, հա, ինչ-որ ուրիշ ուղղություն է, ինչ կատարվեց, քննիչ միջած խորհուրդ շտաբօգնության մեքենայի մեջ։ Ոստիկանության աշխատակիցները կարող են անունները պարզել տալ ձեզ, քննեք պարզել, ապակին ջարդելով խփում էր, մեռավ դիտակցությունը կորավ, բժիշկն ասում էր կմնա մեր վրա մարդը մահացել է, ես իմ տեսածը նկարացնեմ ձեզ ներկայացնում, քննիչը կանգնած իրանց մոտ բժիշկի հետ զրուցում էին, ուր եք անում, ինչ եք անում, թե ինչու նոր, տեղում որոշվել են քննիչ եւ շտաբօգնության աշխատող, հավատացած եղեք լուսանկարում կա դուք ինքներդ կտենաք, թող տանեին երևունից ձեր ցավը, թող տանեին չգիտեմ ուր, թող քննիչը տաներ ուզում ալի, կոպիտ ասած, որպեսզի ավելի մաչելի, Շուշանիկ Բաշանի տերը քննիչն էր։ Եվ Շուշանի Բաշանի տերը լինելով քննիչ, ինքը որոշում ակացել, ուր է գնում շտաբօգնության աշխատակիցները, հաստատ բան, ասոյան, թողում եք անուններ, ձեր ցավը բան։ Եթե քննիչը տեղում լինելով, չէ ինքը պետք է ասի, ուր են գնում, շտաբօգնության աշխատողները, կարիքը տա, կա թե ոչ։ Եթե դրանից հետո քննիչի, այդ խոսակցությունից, հանդիպումից, զրուցումից շտաբօգնության որոշում են, որ շարժեն, մենք ընդհանրապես որպես պաշտպան ներկայ ենք իրար կողմը։ Բայց ասում եմ, 2-3 անգամ ապակին ջարդելով այն ինչ-որ կա, ինչ-որ նկարած ոստիկանության աշխատակիցը մահացավ, նույն բուժանձնակազմը շեշտում ասում են մարդը մահանում է, լավ հարգելիներս ներողություն եմ խնդրում, արեք գանք ես ձեզ, մարդկային դաշտում, հա, ի վերջո նույնացում է գնում ստեղ պաշտպան վստահ, մի քիչ ավելի պարզ լինենք ավելի հասանելի հասարակությանը։ Տեսեք, ստեղ ձեր աջակցության ավելի խնդիր է կա, մեծ գլոբալ, ստեղ Շուշանիկի անձը չի, ստեղ ունեն նոր ձերբակալումից ազատման, որ կարող է հենց այս պահին ևս մի անօրինական ձերբակալում է տեղի ունեցել, ձեր լուսաբանումների արդյունքում մի անմեղ անձ, որ ալկոհոլի ձերբակալված է, այս օրենքների շրջանակում ևս ազատացավ։ Բայց հիմա տեսեք ինչ է կատարվում, ինչ ունենք ընդհանուր պատկերը։ Շուշանիկ Բաշանի անձը թողում են մի կողմ։ Այսօր ինչի համար են պայքարում մարդիկ, իրենց կորուստի, չէ, ինչու չեն օգնել, այսօր ձեր բոլոր հարցերը ուղղված են մի բանի շուրջ, ինչու չի օգնություն ցույց տվել։ Ձեր կյանքին մեռնեմ ես, իմ աչքի դեմը մարդը մահանում է։ Քննիչ բժիշկներ կանգնած ասում են մարդը կմահանա, բա ինչի օգնություն ցույց չտա եւ ներողություն եմ խնդրում, կներեք, Պարոսյան, հիմա տեսեք ինչ է, ամբողջ խնդիրը եւ խնդրանը ներողություն Պարոսյան։ Շնորհակալ եմ ձեր հարցին, բայց լսեք, խնդրում, հիմա տեսեք, մենք այսօր ունենք վճիռ, հա, ունենք վճիռ, որ Շուշանիկ Բաշանը անմեղ էր, մեղավոր էր արդարացրել են, չէ, հարգելիներս, սա այդ պահը չի։ Ես ձեզ հետ կընդունեի համամիտ կլներ, եթե ունենայինք դատական հակ, ուժի մեջ մտած, որտեղ նայենք տենենք, ասենք, ես ինչ է կատարվում։ Այս փորձագետի եզրակացությունը, որտեղ դատավարության հաղորդակցությունը բացել, վստահ հանրագրված է, որ ապացույց կարող է դիտվել փորձագետի եզրակացությունը, այս ձեր բոլոր հարցերի եւ մենք էլ ունենք հարցեր, որոնք որ մենք միշտորթենք լրացուցիչ փորձաքննության եւ տան կոնկրետ այ խնդրեմ ձեզ բոլորիդ ինչ հարց եք արկնում, տվեք գրավոր տեսքով միշտորթենք փորձաքննությանը, որ հարգելի փորձագետներ ջան, բերեք կոնկրետ պատասխանեք այս հարցերին, բաց տվեք մենք ով է հանցել։ Որ ասում են, որ ինքը ասում են մարդը մահանում, այսինքն ինչ է, ուշագնաց
Ես իմ տեսածն ասեմ, հա, ես բժշկությունից չեմ հասկանում, մի քանի անգամ տեսել եմ վիդեով է ինչ հոտ է գալիս, հա, տալիս են իրան, գիտակցությունը կորցրած, վարչության դեմը, ուրեմն ոստիկանության 3 աշխատակիցներ են, անհասկանալի բժիշկներ տրամադրել ձեզ ովքեր ներկա են եղել, եւ եթե չեմ շփոթվում, ապատասխանատու հայտարարություն որպեսզի չհնչվի, այդ պահին, երբ որ անձամբ նկարել եմ ինքս, որովհետեւ Վերեք մի քիչ էլ մեզ հասկացեք, ասված մի արասը, եթե մի բան էր, նույն այդ իրավիճակում մենք ենք այդվել, ինչու մարդուն մի բան չարին չէ, ասենք ինչ-որ չի դա։ Նկարվել է, եթե չեմ շփոթվում, հենց այդ իրագիտակցության կորստով այդ ձեր կար։ Երբ օգնություն են ցույց տալիս, ես հիշում եմ բառացի բժիշկների մեռավ, գիտակցությունը կորավ, օգնեք քննիչ ջան մի բան։ Այդ ժամանակ արդեն արարքին Չգիտեմ, քննիչը իջել է շտաբ օգնության մեքենայի մոտ։ Քննիչը զրուցել է բժիշկների հետ, ինչ են տարել, ես չգիտեմ, ես դրա մասնակից ես ուղղակի ներկայացել մենք ընդեղել ենք դատարանական պարկեշտություն ենք արել։ Մենք ենք տանել քաղաքի քննչականի մոտ քննիչին ասելով, ասա ինչ անենք ու բան։ Քննիչը չկար։ Մենք սպասենք որոշ մոտիվեր, որոշ հիմնարկվեր, ինք եկավ ու հետ կանում։ Հրապարակի տեսակետության մեջ կան նույնիսկ իրադարձության խոսքերը մենք գնում ենք ինչ ուզում եք ասել։ Մենք ստերից հեռանում։ Սկորիով որ ուզում եք տալ, եթե հաշվի պատասխան Երևանի։ Ուզում ենք ամեն Երևանի։ Ում ուզում եք տալ։ Քննիչը մոտեցա, ես պատասխանը չեմ նայել, պարոն Շիրվյան։ Բժիշկը պետք է չեմ նայել տեսակետությունը։ չեմ նայել։ Ահա, քննիչը դուրս բացում է, ապա ու եք տանում։ Ասես մենք բժիշկները, մենք որոշել ենք նոր Հիմա ներողություն սենց ասենք, մենք չգիտենք ով որոշեց, ներողություն տա, դուք ինքներդ բերեք վերջոցեք մենք այդ ձեր վստահության համար շնորհակալ ենք, որ Սիրունյանը իրակության կառավարման որոշել կառավարողին որ բանը, շնորհակալ ենք, բայց այդպես առհասարակ Մենք չենք ասում, կասոյն որ դուք այդ ժամանակ երբ որ արարածյանը զանգահարել եք ձեզ, ասել եք որ ճիշտ է, որ ինքը այդպիսի բան է տեսել։ Դուք այդ ժամանակահատվածում ոչ ոքի հեռախոսազանգերին չէիք պատասխանում, ես անձամբ փորձել եմ դատարանի շենքի մասից ձեզ զանգահարել, դուք անձամբ ունեիք։ Ինչպես պատահեց, որ արարածյանի հեռախոսազանգին պատասխանեցիք։ Մենք իրենք այդ պահին իսկ որ մի Իսկ ինչպես պատահեց, որ ես պատասխանեցի քննչականի պետի զանգին նոր ժամանակ։ Ինչպես պատահեց, համարը դուք հնարավորինս ինչպես պատահեց, որ ես պատասխանեցի օրինակ։ Այդ ժամանակ 170 զանգ։ Գաղութի պետ Արսեն Աֆրիկյանի զանգ ես ասեց իմ ծնողին։ Իսկ քանիսն եմ պատասխանել։ Գործի վերաբերյալ նույնց հարց։ Բասիմյան միջնորդել եք, որպեսզի լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողով։ Անպայման։ Այս գործը պիտի օբյեկտիվ քննվի։ Ժողովուրդ, այս գործը պիտի օբյեկտիվ քննվի, որովհետև ի սկզբանե մեղավոր ենք քրտել հասարակությունով։ Եթե պիտի կներեք Facebook-ով մարդ դատեք, դատարան ինչի ենք պահում։ Առաջի օղանից Շուշանիկ ենք նշանակել մեղավոր։ Եթե գինեկոլոգը ձեր ասած ոչ թե փոխաբան, նախապես կեսարյան հաղթան բան նշանակել։ Լեանաչյան, այսինքն մենք ժուրնալիստներ փաստաբաններով ու SMS-ներով պիտի ապացույց գնահատենք, նորից ենք ասում, գործ քննեք, մեղավորին եք պաշեք, մի հարց մնաց, հեսա կհասնենք ձեր հարցին։ Ձեր հարցի պատասխանը մնաց կիսա, ավեշուտ չպատասխանվեց, դա շատ լավ բան ասեցիք։ Նույն վիճակում Շուշանիկը դե դու մտածում։ Բայց ես չեմ։ Դուք արեցիք չէ՞ ռեպլիկը։ Բայց Շուշանիկ որ մարդ չէ հոսպիտալացնում։ Հիմա ինչի՞ սա բողոքոջերություն։ Մարդ է։ Ոչ թե այստեղ բրեժ դուծելու խնդիրն է, այլ խնդիրը նրանումն է, որ ինչու դուք սպասեցիք Արարածյանի զանգին եւ եկաք դատարան, տեսաք որ իր գույնը այդ ժամանակի շտաբօգնություն։ Ես հեռախոսս, ուրեմն ինքները կարող եք հաշվել, կամ Զանգերից քանակը ամսի 23-ի առավոտ։ Պարոն Սիմյան, ասում եք երկրորդ անգամ երբ որ Շուշանիկի հետ եկաք դատարան, այդ ժամանակ արդեն իր գույնը այն չէր։ Նոր ձեր առավոտվանից։ Այդ ժամանակ ինչու չկանչեցիք շտաբօգնություն, գուցե ճնշում ուներ, գուցե իրոք մարդը այդ ժամանակ արդեն իրեն լավ չէր զգում։ Ինչու այդ ժամանակ չկանչեցիք ու սպասեցիք, որ Արարածյանը ձեզ զանգահարի, նոր հետո շտաբօգնությունը գա ու նոր որոշեք, որ տանիք նորքի ձեր։ Դուք իմ պատմած փաստերի երթականությունը չգիտեք ինչի։
Իներտականությամբ չեք պահում։ Դրա համար ստիպված եմ շատ կարճ կես րոպեում պահել նորից։ Առավոտ 12-ի դատական լիստի տալիս մտնելուց հետո շուշանիկի ուղերես ստանվելով, ասի մեզ կլավ չէ, ասես մսել եմ, և չեսկը լավ չէ, համել ասես չեմ կրել ամուր շուշանիկ բնական։ Դատական լիստ արեցի, որոշման հրապարակումը ժամը 4-ին նշանակվեց։ Մենք Կիրակոսյաններ դատարանից գնացինք, Շուշանիկին կանվոյով տարան հետ, ժամը 4-ին նորից բերեցինք։ Այդ ժամանակ, երբ որ դուք իրեն ասեցիք, տեսքը լավ չի, ինչու հենց այդ ժամանակ չկանչեցիք։ Որովհետև շտապողություն կանչել են ժամանակ, երբ որ ուշ կգնաց 5-ին, 5-ից։ Բայց եթե գունատ էր մարդու, ուրեմն արդեն իրարողական վիճակներ են։ Դե հիմա տեսեք, շարյալ բան եք ասում, հիմա եթե ես կանչեի շտապողություն ցերեկը, նույն ասկալու եք ասում, ուշ չէր գնաց, ամեն ժողովրդական որովհետև շատ ժանրում է, որ Շուշանիկ Բաղդասարյանն ու Արարատյանը հարազատական ինչ-որ կապի մեջ են, դրա համար էլ գլխավոր ինֆեկցիոնիստին հրավիրվել է, որպեսզի նա գա տեսնի, նույն հաջողությամբ կարող է այլ մարդու, չէ՞։ Բացարձակ նման բան չկա, ցանկացած հիվանդ ու ուզում են տոնել։ Ներողություն, փաստաբանը Մարինե Թովմասյան ասաց, որ իրենք այսօր միջնորդություն են ներկայացնելու և փաստեր ունեն, ապացույցներ ունեն, որ հիվանդության հետ դրվագը կեղծ և շունձոյանը։ Ինչ կա ասել դրա վերաբերյալ։ Ուրեմն Մարինե Թովմասյանը, որ մենք այրվես գործով Մարինեի կապ պահում ենք փաստաբաններով, որտեղ փաստաբանական էթիկան գործում է, Մարինեի հետ կապի մեջ է, Մարինե Թովմասյանը պարտավոր է անել ամեն ինչ, ունի վստահող, այդ վստահողի համար Մարինե Թովմասյանը պետք է անի ամեն ինչ։ Ապացույցներ ունեն մարդիկ։ Ուրեմն ինչ ունեմ դի ներկայացնեմ։ Ձեր հետագա քայլերը Մեր հետագա քայլերը հետևյալներն են, հիմա գնում ենք գրասենյակ, դիմում ենք Տերոն Տնիչին, որ ծանոթացել եք փորձագետի լրատվությանը կամ քեսին տերությունները, լրատվիչ փորձագիտության կարիք ունենք, դուք ունեք նշանակել։ Քննիչի դեմ որևէ գործողություն ասեցի թե, բայց անհանգստներ են ևս մեկ անդրադարձություն։ Վերջո այդքան խնդիրներ չես, որոնք առաջացել են մեծ գործունեության։ Ես պարզապես այն համոզման եմ, որ սա քննիչ Բաղդասարյանի ձեռագիրը չէ, ու մի քիչ ազնիվ չի լինի, որ բողոքերն իմ բան։ Դատականակ չդատել ու շծանում բան։ Ում ձեռագիրներ բաղդասարյանի։ Չգիտեմ, ամենանդեպս սա իրան չի եղել։ Դատական ակտը իր ինքնություն է Չէ, դատական որպեսզի վերիորոշվում է, մինչև այդ սկսել է այդ ամեն ինչը։ Դե ցույց տվեցի, այս բոլորը գրագետ մարդիկ եք գրող, այս որոշումը գրելու համար քանի ժամանակ է։ Դրագրողը հարց ունի, քանի անգամ Բարսինյա մարդը օրինակ նստի որոշում ունի։ Քննիչը իրավունք ունի, այլ ինչ-որ մեկի բան նստի գրի։ Դատարան չէ։ Իրավունք ունի օրենքով հետո Սահմանադրության 27 հոդվածն ասում է անհապաղ։ Նա բացատրեք, ես իրավաբան չեմ, իսկ դու գրագետ մարդիկ եք, անհապաղը քանի ժամանակ։ Ետ ինձ ասեք, անհապաղը։ Անհապաղը, լեզվաբան մարդիկ եք, անհապաղը քանիսն է։ Չէ, դուք ասեք, դուք Անմիջապես նա։ Անմիջապես ասելա, քանի րոպեն է, վայրկյանն է, ժամն է, ինչն է։ Անմիջապես քանի վայրկյան է։ Ես կարող եմ ասել Անմիջապես նշանակում է տեղում, բայց քանի որ քննչական կոմիտեն ասում է միջանցնելու չենք դերում, լավ, անմիջապեսը մի ժամ է, լավ է, ինասա մի ժամ է, 4 ժամ է։ Էդեղավ անհապաղ անմիջապես։ Կներեք Վարսովյան, այդում Վարսովյանեցիք ներողություն եմ Շտաբօգնության մեքենան միջև մոտեցավ, կներեք շտաբօգնության մեքենան Դավակի վարչության մոտ էր, դատարանի որոշումից 2 ժամ հետո։ Էդել եմ ընդունում անհապաղ, բայց քննիչ առանց որոշման է իջնում, ամեն ուզում հասկանա ինչ ենք անում կամ ինչ պետք է անի։ Դուր որոշումը, լավ, անհապաղը 2 ժամն է։ Լավ, անհապաղը 3 ժամն է։ Ժամը 7-ին քննիչն եկավ հիվանդանոց, ընդունում խմբով, արդեն հոսպիտալներ, մի քանի հոգով, ասում են բարով եք եկել, որոշումը պետք է։ Որոշումը չի տա։ Որոշումը գիտեք է պետք է։ Երբ որ քննչական կոմիտեի ժամերը որ նայում են,
Երբ որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Համբարյանը արտակարգ չափի մասնավոր պատասխան, արտակարգ պրոֆեսիոնալ։ Երբ որ պարոն Համբարյանը ժամը 19:59 գրառում կատարեց Facebook-ում, որ որոշումը կայացվել է ի սկզբանե, այսինքն ժամը 10 րոպե հետո մենք որոշումը ստացանք ժամը 8:00-ին։ Հարց են տալիս որոշումը երբ է դրվել, որոշումը դրվել է 19:59։ Դատարանի որոշումից 3 ժամ 50 րոպե։ Մենք ժամանշել ենք որոշումը ստացա 8։ Կներեք շատ հակիր, արեք վերեք գործեր ինքներս հասկանանք, այ ճիշտ եք ասում։ Ընդունելի է, մեկը վերեք, սես մեղադրում տեսքով չէ, ների քեմի չէի վերջո, այո, ճիշտ ես ասում, թող գնա իր կաբինետում որոշում կայացնել։ Այ հիմա դուք ինքներդ, խոսեք ներլուս է, 2 ժամ 50 րոպե հետո, երբ որ քեմիչը դատարանի դահլիճից դուրս է եկել, դրանից հետո 2 ժամ 50 րոպե հետո մենք շտապօգնության մեքենայով ստացվեց մենք, որ քեմիչը պետքավորոշել ու տանեն ինչ անեն, եղել են վարության ունից, ևս 30-35 րոպե, այլ ըստ ձեզ, այլ 3 ժամվա ընթացքում, իր աշխատասենյակում, ըստ ձեզ բոլորի, այս 2 թուղթը կարող էր քեմիչը գրել եւ տալ, հարցս ուղղում ձեզ անմիջապես Իհարկե կարող եմ, ես ես հասկանում եմ, ես հասկանում եմ, այսքանից հետո դուք ինչի չեք ուզում որևէ բան։ Հիմա կներեք ասեմ, չէ, հիմա կներեք նայեք տեսեք, նայեք ինչ ասած։ Դուք բարձրացնում եք, բայց Հիմա որ անեմ ինչ եմ անելու, ասեք, եթե անելու գնեմ ինչ եմ անելու, դի գնամ հատուկ քննչական կառավարություն։ Դիմում դեր։ Տեղի է ունեցել ապօրինի ձերբակալու հոդվածը։ Դատարանի որոշումը չէր կատարվում, հոդվածը։ Ու ինչ կստացվի, որ Սիրունյանն արեց մի մարդու նկատմամբ, որը համոզված եմ, սա իր ձեռագիրը չի։ Անելու եմ ինչ արեց Բաղբայանը շրջանիկի հետ։ Անի դրա նկատմամբ, որ ձեռագիրը համարում է։ Դե սա որ պարզ ենք ում ձեռագիրն է կամ։ Ձեր հարցը սպառաշ Այսինքն համար բազը չի ով, հա։ կներեք։ Նոր ձեր կոլեգան ասեց, ասում են դատախազության մատնախառը։ Շնորհակալ եմ։ Ներողություն եմ խնդրում ձեր հարցը սպառիչ պատասխանել համար, այդպես ասում եք ինչ եք պատրաստում քեմիչի կամ քննչական գործողությունների։ Ես բարձրաձայնեցի միգուցե եւ ուշադրի չեք, բայց միգուցե ես ասում եմ պետք է իմանալ մեկ միջնորդություն, որ ներկայացվել է մի քեմիչի։ Արձակելությունը միջնորդություն, ձերբակալումը խումբ ստեղծելուն։ Այս ամբողջը մեր կողմից միջնորդությունների տեսքով ներկայացվել է քեմիչին, քանի դեռ սահմանված ժամկետում մենք չունենք նաև սրանց պատասխանները, որովհետև այս անմիջապես միջնորդությունները վերաբերվել է քեմիչի կողմից ապօրինի ձերբակալում գործողություններ կատարելու։ Կսպասենք նաև համապատասխան միջնորդությունների պատասխաններին ևս, որպեսզի լինի տրամաբանական, այսինքն այն ժամանակ, այն ինչ որ ասում եք, գիտեք, սա ապօրինի է, միջնորդել են, հասկանանք քիչ դեռ ինչ է պատասխանվել միջնորդություններին։ Մենք բացի չէ, իրավաբանություն ենք, չէ։ Այդ դեպքում արդեն վերջնական Զավեշտի է ասել։ Գործի մասին հարցն է, հա։ Կարճ ասում եմ ու գործի մասին ասում եմ։ Զավեշտի է ասել, գիտեք, ինչ որ ուղեկցողները կամ որերը։ Ինքնին են զանգությունին ասում են երկը տուն տտպոր, որտեղ դրանում մեզ էլ ես ազատում, տուն ենք ուզում գնալ։ Ձեր հարցը։ Դուք քիչ առաջ ասացիք ինչ-որ չիպոչկայի մասին, առաջինը եմ Սոսե Բաղդասարյան, խոսեցիք ինչ-որ չիպոչկայի մասին, ասեցիք վերջին մարդուն են ձերբակալել։ Խնդրում եմ ինչու չեք ուղղորդում մեզ գոնե, ուղղորդեք հասկանանք բացի Շուշանիկից այդ չիպոչկայի մեջտեղում եւ սկզբում ովքեր էին կանգնած ձեր կարծիքով։ Եթե դուք կարծում եք, որ Շուշանիկը վերջին մարդն էր եւ ուրիշ գոնե կասկածյալներ պետքա լինեին, որտեղ ես դեռ հասկացա ձեր խոսքից։ Ովքեր է աշխատում, ես հարցը։ Ոնց է ես դիգր է, բակավիճ չի մտածում։ Ասում եք վերջին մարդը։ Դուք բայց ուղղորդեք Ուղղորդել եք վերջին մարդը։ Ես մի հարց։ Սլակավորվել է վերջին մարդը։ Ո՞վ է առաջինը։ ով է առաջինը մեր տղերքը անուններ ասում։ Այսինքն ես դառնամ ծրագրունի։ Դուք ասեցիք։ Քեական դատավարության օրենսգիրը ասում է գործը պիտի գնվես լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի։ Ես առաջի օրվանից։ Ավելի ձեզ ասեմ, առաջի արձակնության ժամանակ քննչական բաժնի պետ պարոն Արությունյանը, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ պարոն Արությունյանը, որ բարձրացնայ ենք վաղուց իրականացում ենք,
մինչև հարցակնության պաշտոնական տանցները դատարկվեն փաստորեն։ Չնեղանալ Facebook-ի կանոններով, կարող որ մամուլի միջոցներով աղմուկը կա, լապկաները, տասը Տիկին Բաշյանի չի լավ չեն բուժել, ասես ստո, իսկր արդեն գիտեք որ լավ չեն բուժել։ Աղա շնորհված են դարձին ես տվել։ Ինչի լավ չեն բուժել Տիկին Բաշյան։